Բոլորին եւ դուք գտնվում եք իմ ալիքում։ Այսօր ես նկարելու եմ շատ հետաքրքիր տեսանյութ, որը վստահ եմ բոլորից շատ է դուր գալու։ Այսօր ես փորձելու եմ top 5 լայվ խաղ, որովհետեւ սոցցանցերում շատ են սուտ լայվ խաղները, որոնք ճիշտ չեն։ Եվ ճիշտ լայվ խաղները հիմա մենք կփորձենք եւ կտեսնենք որոնք են ճիշտ եւ որոնք սուտ, ովքեր են խափուն եւ ովքեր են ճիշտ։ Հիմա ես կսկսեմ առաջին լայվ խաղից։ Ես սոցցանցերից արդեն մի քանի լայվ խաղ առանձնացրել եմ եւ ուզում եմ որպեսզի ձեզ հետ փորձեմ։ Ինձ թվում է դուք հիշում եք, որ ես մի անգամ արդեն այսպիսի վիդեո նկարել էի, բայց ջնջել եմ։ Եկեք հաշվենք, որ սա երկրորդ մասն է։ Առաջին լայվ խաղը, որ ուզում եմ փորձել, դա այս լայվ խաղն է, որ սենց թուղթը չէ, գումարը ճմրթված է լինում եւ հարթուկով ուղում են, հարթեցնում են եւ այն հարթանում է, իդեալական հարթանում է։ Հիմա ես կփորձեմ դա, բայց ոչ իրական գումարի վրա, որովհետեւ այն կարող է վառվել կամ, չգիտեմ, ինչ-որ բան լինել, այնպես որ ես կփորձեմ հիմա այսպես ասած fake գումարի վրա։ Հիմա գնամ բերեմ եւ գամ։ Ահա այս fake գումարը, սովորական թուղթ ոնց որ լինի, ոնց որ չէ, սովորական թուղթ է։ Հիմա այն ճմրթում եմ եւ պետք է հարթուկենք, տեսնենք այն կողվի թե ոչ։ Սենց լավ պետք է ճմրթենք, որ շատ լավ ճմրթվի։ Հիմա տեսնենք ինչա։ Այսպես ճմրթված է, բայց եկեք մի փոքր էլ ճմրթեմ։ Ահա եւ վերջ, տեսեք ինչքան է ճմրթվել, հիմա տեսեք իր տեսքը սկզբում, այսպես տեսեք։ Հիմա ես հարթուկում եմ։ Գումարը ես այսպիսի շոր եմ տակը փռել, որպեսի փայրվի սեղանը, եւ հիմա հարթուկում ենք։ Գնացինք։ Ինչպես տեսնում եք, մի փոքր ուղղվել է, բայց հիմա ես կփորձեմ ավելի շատ անել հատուկ։ Ահա եւ վերջ, ինչպես տեսնում եք, նա մի փոքր է ուղղվել, ինչպես տեսնում եք, այստեղ ճմրթված մասեր կան, բայց ընդհանուր առմամբ ուղղվել է, այն ճմրթված տեսքից մի փոքր արդեն լավ է, բայց ես այս լայվ խաղը համարում եմ չստացված, որովհետեւ իր վրա սենց ճմրթված մասեր կան, հանկարծ դուք տանը չկրկնեք սա իրական գումարը, որովհետև տեսեք, թե ինչ մասեր մնաց իր վրա։ Հանկարծ իրական գումարով չկրկնեք, որովհետև այն նույն տեսքն է ունենալու։ Հիմա շարժում ենք առաջ հաջորդ լայվ խաղը անելու։ Հաջորդ լայվ խաղի համար մեզ անհրաժեշտ է, այստեղ նկարում կարող եք տեսնել ականջի չոփիկ, դեզադոր եւ ջուր։ Ես այսպիսի թափանցիկ տարոյով ջուր եմ բերել, որպեսզի դուք տեսնեք այս ամենը։ Ուրեմն վիդեոյում ցույց էր տրված, որ այսպես պետք է փչել։ Ահա, եւ մտցնել ջրի մեջ, հետո փչեմ։ Հիմա մտցնում ենք ջրի մեջ։ Նայեք։ Առաջացան տեսակ։ Այս լայվ խաղը ես համարում եմ ստացված, որովհետև այն իսկապես եղավ, ուղղակի մի քիչ շատ էր պետք անել, բայց ես այդքան շատ չարեցի։ Հիմա անցնում ենք հաջորդ լայվ խաղը փորձելուն։ Հաջորդ լայվ խաղի համար մեզ անհրաժեշտ է այսպիսի սրբիչ այս փոքր մասը ես հիմա օգտագործելու եմ եւ անհրաժեշտ է մեզ օճառ։ Հիմա ես այս օճառը մի փոքր կանեմ սրբիչի վրա։ Ահա։ Եվ այսպես կտարածեմ։ Մի փոքր, բայց մի փոքր կարող եք ջուր անել ցանկության դեպքում։ Ահա։
Ահա, եւ ասում եմ, որ եթե այ այսպես փչում ես, փրփուր է դուրս գալիս, մեկ րոպե մի քիչ էլ ջուր անեմ, որտեվ ավելի շատ ջուրն է պետք լինի։ Եթե չստացվի, մենք երկրորդ անգամ էլ կփորձենք, հնարավոր է օճառը մի քիչ լինի։ Գնացինք։ Շատ քիչ եղավ։ Եկեք մի քիչ շատ անենք օճառը, ինձ թվում է կլինի, որ մի քիչ շատ անենք, ահա։ Այսպես տարածում ենք։ Ահա։ Եկեք այս անգամ ջուր չանենք, ինձ թվում է բավական է այնքան ինչքան որ նոր արեցինք։ Հիմա անում ենք։ Չէ, կարող է ջրից մի քիչ ջուր անեմ։ Չգիտեմ իրականում ես ջրից է թե չէ։ Օ, ստացվեց, նայեք։ Փրփուր ստացանք։ Նայեք։ Փրփուր ստացանք ու ես այս լայֆհակը համարում եմ ստացված։ Ստացվեց, եկեք մեկ անգամ էլ փորձենք։ Մեկ րոպե, մի քիչ ջուր անենք։ Ավելի շատ ջրից էր։ Ստացվեց։ Այս լայֆհակը համարում եմ ստացված եւ շարժում ենք առաջ։ Հիմա անում ենք հաջորդ լայֆհակը, ես տեսել եմ, որ դանակը պահում են կրակի մոտ եւ այդ զիգզագ մասերը, սուր մասերը հալեցնում են եւ կարողանում են պլաստմասե շիշը կտրել։ Հիմա ես դա կփորձեմ եւ կտեսնենք արդյոք կստացվի մեզ մոտ թե ոչ։ Հիմա ես կգնամ դանակը այդ սուր մասերը կհալեցնեմ եւ կբերեմ, բայց այդ մասը չեմ նկարի։ Ահա եւ վերջից տաքացեցի, մենք կփորձենք այս ջերմուկի շշի վրա, տեսնենք։ Ոյ, մոտս ցավացեցի։ Չէ, չստացվեց։ Չի լինում, նայեք։ Չի կտրվում։ Այս լայֆհակը սուտ էր, կամ էլ ճիշտ է, որովհետեւ պետք է սենց ավելի շուտ բան անել, հենց մի անգամից ես տաքանում եմ, մի անգամից կտրել։ Բայց այս անգամ ինձ մոտ չստացվեց, չգիտեմ, կարող է դանակից է կամ էլ շշից է։ Այս լայֆհակը ես համարում եմ չստացված, իսկ դուք հանկարծ տանը չփորձեք նմանատիպ լայֆհակներ, որովհետև կարող է ձեր մատը վնասեք կամ, չգիտեմ, նման բաներ միայն փորձեք ձեր մայրիկների օգնությամբ, այնպես որ հանկարծ եթե փոքր եք, հանկարծ չկրկնեք նման բաներ։ Այս լայֆհակի համար, ինչպես կարող եք տեսնել այստեղի վիդեոյում, մեզ անհրաժեշտ է եղունգ կտրիչ եւ ոչ։ Ասում է, որ սկոչը կպցնում ենք այս հատվածին եւ եղունգները կտրում ենք ու երբ կտրում ենք, եղունգները մտնում են սկոչի կպչուն մասի վրա։ Հիմա եկեք փորձենք։ Հիմա ես սկոչը, բարակ սկոչը կկպցնեմ այստեղ։ Երկու կողմերից կկպցնեմ, որովհետև վիդեոյում երկու կողմերից է ցույց տալիս։ Հիմա առաջինը այստեղ։ Նահա։ Հիմա այստեղ կպցնեմ։ Նահա։ Ահա եւ վերջ։ Կպցրեցի։ Հիմա կկտրեմ իմ եղունգները եւ տեսնենք արդյոք այն ճիշտ է թե ոչ։ Այս եղունգս հիմա կկտրենք։ Հիմա հանում ենք, ես կտրեցի իմ մատների 3 եղունգները, հիմա տեսեք, ստացվել է, քիչ տհաճ է, ստացվել է ամեն դեպքում, իսկ այս սկոչի վրա էլ տեսեք 2 հատ եղունգս որ կտրել եմ, 2 հատ մնացել է եղունգ, այնպես որ այս լայֆհակներ եմ համարում ստացված։ Ահա եւ վերջ, այսօր մենք փորձեցինք top 5 լայֆհակ եւ որոնցից շատերը կեղծ, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին եւ շատ լայֆհակներ հանկարծ չփորձեք, շատ վտանգավոր լայֆհակներ հանկարծ չփորձեք, որովհետեւ դրանք կարող են լինել կեղծ եւ դուք տուժեք այդ ամեն ինչում։
Իսկ հիմա բոլորին ստեսություն։